Արոն Քոչարյան, բնակապահովման մասին արցախցիների ինչ խնդիրներ, ինչ լուծումներ եք դուք գտնում։ Ես արցախցի եմ, վերջ 23 թվականից տեղափոխված։ Մեր բնակարանը, որտեղ ես այսօր էլ ապրում եմ, արդեն վաճառքի է հանված եւ մինչեւ մայիսի վերջը տանտերը կվերադառնա Ռուսաստանից ու բնակարանը կվաճառի։ Հիմա մենք կմնանք էլի քոչոր կյանքով։ Նայեք, ես չեմ կասկածում այն քանակը, որը կա, որը Հայաստանում է։ 2-3 տարում ամբողջությամբ կարելի է բոլորի հարցը լուծել։ Ամբողջությամբ։ Ինքը տպավորությունը ամեն ինչ անում է, որ դուք ստե չմնաք։ Շնորհակալ կլինք, եթե ապահովեն։ Ամենից հեշտ հարցի լուծումը նման կարգի հարցերի լուծումն է պետության համար։ Ես ասենք մենք մի քիչ կմնանք։ Չէ, ուղղակի ասեմ, այս մարդիկ եթե ձեր մասին չեն մտածում, որ $30,000 հաստատ պայմանագրային անգամ աշխատավարձը հաղորդանոց 1000 դրամ աշխատավարձ է ստանում 7 շուրջ պահելը հեշտ չի, որ մի հատ $30,000 տուն գնի իր ուժերով, իսկ իր տունը քանդվի։ Եթե ձեր համար նեղություն չի, մենք կարող ենք իրար հետ գնալ մեր տուն։ Պետությանը հետևյալ բան է, ինքը սոցիալական շինարարություն պիտի անի, ոչ թե բիզնես շինարարություն։ Կա պետության կողմից սոցիալական շինարարություն, օրինակ աղետի գոտին, իմ ժամանակ վերականգնել են Գյումրին, Սպիտակը, ու մարդիկ փող չեն տվել դրա համար։ Ամբողջությամբ պետության հաշվին շենքերը կառուցվել է, բնակարանները տվել են քաղաքացիների։ Հիմա սոցիալական շինարարությունը հետևյալն է, եթե նման կարգի վիճակներ կա, մարդ տուն չունի, տեղ չունի ապրելու, պետությունը պետք է շինարարություն անի այդ մարդկանց ապահովի, այդ է։ Երևանը ինչ արվում է, բիզնես է։ Ուղղակի մարդ իպոթեկ պիտի վերցնի, իպոթեկան ձեզ ոչ ոք չի տալու, բանկերը չեն տալու, հասկանալի է։ Դրա համար պետությունը պիտի մոտեցում փոխի, որտեղ սոցիալական շինարարություն Հայաստանում առնվազն վերջի 8 տարում չի արվում ընդհանրապես։ Չի արվում։ Ես չեմ լսել։ Տարիա մենք սպասում ենք այդ պատասխանին, որ մի օր մենք կստանանք մեր տան փոխհատուցումը, ես իմ երեխաները միջև երբ ապրեն ուրիշ տան այդ տանը մնում ենք։ Մենք ուրիշ տուն մեր հիմունքներով մի թեթե վերանորոգենք, որ մեր երեխաները Ձև ասած պետությունը պետք է այդ հարցերը լուծի։ Եթե պետությունը չի լուծում, ուրեմն իր տեղը չի։